Իրականում ամաչելու շատ բաներ կան, քան այն ամեն, ինչի մասին ես խոսում և ներկայացնում եմ իմ էջում։ Օրինակ, ամաչելու է, երբ դուք գալիս եք բժշկի և երբ ես ուզում եմ իրականացնել զննում, այնքան շատ է մազերը, որ մի հատ պետք է այդ մազերը նախ հեռու տանել, կամ գերանդիով մանգաղով թեթևակի հնձել, կամ մաշինկայով վերցնել նայած խտության ուսումնասիրելու համար սեռական օրգանների անատոմիական կառուցվածքը համապատասխանում է նորմային, թե չէ։ Ամոթ է, երբ դուք հանվում եք բժշկի մոտ և ես լինելով շատ ուժեղ և կայուն, որովհետև երկար տարիներ ամեն դեպքում աշխատում եմ այս ոլորտում, աչքս շատ բան է տեսել, մի խոսքով, բայց սովորել եմ ամեն դեպքում, կան իրավիճակներ, որ ես էլ եմ մի փոքր ցայտնոտի մեջ հայտնվում հոտից։ Ամոթը դա է, բժշկի գալուց առաջ պետք է լողանալ։ Երբ որ ասում ես, դե բժիշկ ջան, ես գիտեի, որ պետք է 3 օր չլողանամ, գալիս էի անալիզ հանձնելու, ասում եմ, որտեղի ամոթը դա է, հասկանում եք, որ մարդը 3 օր չլողանա, որ գնա բժշկի ճիշտ ինֆորմացիա։ Ամոթը, երբ որ դուք գնում եք տուալետ, թղթով մաքրում եք, հետո ոչի բան, թուղթ ամբողջ աշխարհը արդեն էլ չի կիրառում, գիտեք, չէ, պետքա լվանալ, անցքը պետքա լվանալ, այ դա է ամոթ։ Ամոթը նա է, երբ որ ես ձեզ ուղարկում եմ պրակտոլոգի մոտ, թութքի կամ աղիքի ճաքի հետ կապված խնդիրների ժամանակ, պրակտոլոգը վատ դրության մեջ է հայտնվում ձեզ կրիսլոյի վրա նայելուց, որտեվ սաղ երևում է ինչ եք կերել, ասենք, այ ամոթը դա է։ Ամոթը դա է, որ դուք տեղյակ չեք, որ սեռական օրգանները լվանալ է պետք ամեն օր, որ այդ մաշկը քաշել, տակը մաքրել է պետք, հասկանում եք, որ սա մաքրել է պետք, մենակ այսենց չեն լվանում, հասկանում եք, մենակ սենց որ լվանում եք, ինքը չի մաքրվում։ Ամոթը նա է, որ ստեի մազերը չեք մաքրում, մտածում եք, էդի պրոբլեմա, որ տղեն Համենայն դեպս, ես գոնե իմ էջերի շնորհիվ բավականին շատ ինֆորմացիա եմ տվել և շարունակում եմ տալ վերաբերվող հիգիենային, սեռական առողջությանը և այլն և այլն։ Սրա մասին ամոթ խոսելը ամոթ չի։ Ամոթը դա տգիտությունն է, ամոթը դա չիմանալն է, ամոթը դա ամաչելը և բժշկի չդիմելն է։ Այդ բաները ամոթ են, բայց երևույթի մասին խոսել, քննարկել, իհարկե դա ամոթ չի։